3-րդ պատվերը սա։ Դերը գալիս է համակարգչի վրա։ Այդտեղ բան է դրած, շարավերն է դրած։ Մինչև 2 կիլոմետր պատվերները գալիս է։ Ու արդեն պատվերը դու վերցնում ես։ Պատվերը վերցնելուց հետո միանում ես նավիգատորին, ինքը ճանապարհը լրիվ ցույց է տալի պլաժում գտնվող տեղը պատվիրատուն է։ Փողոցներին որ ծանոթ ես լինում, արդեն միշտ կարողանում ես մոտիկ անաս։ Մենք ենք հայտարարությունով գնացել, միացել ենք այս ցանցին։ Այսինքն նախապես որ գնում եք պայմանագիր եք կնքում իրենց հետ։ Այո, պայմանագիր ես կնքում։ Իրանք նալատկա են անում համակարգիչը, սկսում ես իրանց հետ աշխատել, մի որոշ ինֆորմացիա տալիս են, ընկերությունը հավելա գումար է տալիս, ներկապայիս, ոնց որ մենք իրանց ոչ մի բան չենք տալիս, մենակ պատվերներն են։ Այսինքն այս պահին ինքը շահույթ չի ստանում։ Այո, շահույթ չի ստանում այս պահին։ Իսկ ձեզ վճարում է պատվերի համար։ Այո, մասամբ վճարում է։ Մասամբ, եթե գաղտնիք չի որքան է կազմում։ Այդ դեռ բարձ չի։ ֆիքսված տիպ չի։ Ինչ է կարծում, տաքսիները կգան կհավաքվեն Yandex-ի շուրջ։ Հարմար տարբերակ է։ Եթե այս պայմաններով գործի, նորմալ է, հարմար է։ Իսկ մտավախություն չունեք, որ բոլոր տաքսի սերվիսներին sense կխժռի այս ցանցը եւ դուրս ժամանակը ցույց կտա։ Տեսակետ կար նաեւ որ Yandex-ը գալիս է որպեսզի GG-ին շուկայից դուրս մղի։ Չեմ կարծում, որովհետեւ բավականին մեծ ծավալված կազմակերպություն է։ Բայց անելու համար մի քիչ դժվար է։ Նորմալ է, վերաբերմունքը զարմանում եմ։ Չեք կարծում որ տրանսպորտից օգտվողների մեծ հոսք կլինի ձեզ մոտ։ Հնարավոր է։ Եվ երթուղայիններն կարող է բողոքեն։ Ամեն ինչ հնարավոր է։